Հարգելի իմ դիտորդ, քանի որ ես հորար քարտեզով ստուգում եմ մարդկանց ունակությունները, արդյոք դրանք թատերական կամ բեմականացված են, ուռճացված են, կամ արդյոք դա խաբեություն է, կամ արդյոք մարդը իրականում ունի այդ տաղանդը, այդ ունակությունը, ես այսօր ուսումնասիրել եմ, ստացել եմ ավելի շուտ Նոստրադամոսի հորար քարտեզը։ Հիշեցնեմ, հորար քարտեզը, ոչ թե նատալ քարտը, այլ հորար քարտեզը։ Ով է եղել Նոստրադամոսը։ Միշել դե Նոտր Դամը, Նոստրադամոսը ծնվել է 1503 թվականին, մահացել է 1566 թվականին։ Եղել է ֆրանսիացի հայտնի բժիշկ, դեղագործ, ալքիմիկոս եւ աստղագուշակ։ Նա մեծ համբավ է ձեռք բերել Ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչի արքունիքում, ինչ ունակություն է ունեցել։ Նա օժտված է եղել ապագա կանխատեսելու, տեսիլքներ ունենալու, մարգարեական ունակությամբ։ Նրա ամենահայտնի աշխատությունը «Մարգարեություններ» գիրքն է, գրված հանգավորված քառատողերով, որտեղ ըստ շատերի նա կանխագուշակել է պատմական խոշոր իրադարձություններ, օրինակ Ֆրանսիայի հեղափոխությունը, համաշխարհային պատերազմը եւ այլն։ Ըստ իմ ստացած հորար քարտեզի, որը ես ստացել եմ ուրեմն 22:36 րոպեին։ Ուրեմն, քանի որ հարց տվողը գտնվում է ասցենդենտի նշանի տակ, ես եղել եմ ցուլ նշանում, ձախ կողմում, եւ սա ցույց է տալիս, որ հարցը տվողի մոլորակը Վեներան է։ Միջակետ գտնվում է ջրհոս նշանում։ Սահմանագծի 10-րդ տան գագաթին ջրհոսը կապված է աստղագուշակության, գուշակությունների եւ գաղտնի գիտությունների հետ։ Արեգակ գտնվում է առյուծ նշանում 4-5-րդ տների սահմանին, ընդգծելով հարցի Նոստրադամոսի հայտնի եւ թագավորական կերպարի լինելը։ Լուսին եւ Վեներան գտնվում են կշեռք նշանում 6-րդ տանը։ Մերկուրին գտնվում է առյուծ նշանում Յուպիտերի հարևանությամբ, ինչը խորհրդանշում է մեծ մտավոր գործունեություն կամ գրքերի հրատարակում։ Պլուտոն գտնվում է 10-րդ տան գագաթին ջրհոսում, ռետրոգրադ վիճակում է, մատնանշելով տրանսֆորմացիոն, խորհրդավոր եւ միստիկ ազդեցությունները եւ հանրային ճանաչումը։ Սատուրն եւ Նեպտուն գտնվում են խոյի նշանում, 11 եւ 12-րդ տների սահմանում։ Նեպտունը միստիցիզմի եւ տեսիլքների մոլորակ է, որը 12-րդ տան գաղտնիքների ակտիվացնում է գուշակությունը։ Ուրեմն ասցենդենտը, քանի որ ասեցի, գտնվում է ցուլում, նշանի վերջին աստիճանում, իսկ դեսցենդենտը գագաթը 7-րդ տան գտնվում է Կարիճում։ Սա Նոստրադամոսի դիրքն է հորար քարտեզում։ 7-րդ տունը եւ դրա կառավարիչը, տվյալ դեպքում Մարսը, Պլուտոնը, խորհրդանշում են այն անձին, ում մասին ուղղված է հարցը։ Դեսցենդենտի գտնվելը Կարիճում կատարելապես համապատասխանում է Նոստրադամոսի կերպարին, քանի որ Կարիճը պատասխանատու է գաղտնի գիտությունների, միստիցիզմի, ալքիմիայի եւ թաքնված երևույթների մասին։ Ով է եղել Նոստրադամոսը ըստ 7-րդ տան։ Դեսցենդենտը Կարիճում, ինչպես նշեցի, 7-րդ տան գագաթը գտնվում է Կարիճ նշանում, եւ սա աստղագուշակության մեջ խորհրդանշում է միստիցիզմը, ալքիմիան, գաղտնի գիտությունները, մահվան եւ ճակատագրի թեմաները։ 7-րդ տան կառավարիչ Մարսը, Կարիճի ավանդական կառավարիչ Մարսը գտնվում է Խեցգետնի նշանում եւ 3-րդ տանը։ Խեցգետինը ջրային ինտուիտիվ նշան է, որը կապված է պատմության, անցյալի եւ խորը հուզական ընկալումների հետ։ Ինչ ունակություն է ունեցել ըստ մոլորակների։ Ուրեմն Մարսի եւ Պլուտոնի տրինը կապույտ գիծ։ Մարսը Խեցգետնից բարենպաստ ասպեկտ տրին է կազմում 10-րդ տան գագաթին գտնվող Պլուտոնի հետ։ Պլուտոնը Կարիճի ժամանակակից կառավարիչն է։ Սա ցույց է տալիս, որ նա ունեցել է գերբնական տրանսֆորմացիոն ուժ զանգվածների վրա ազդելու,
ապագան տեսնելու բացառիկ տաղանդ, ինչը նրան բերել է հավերժական փառքի, սա խոսում է 10-րդ տունը։ Նեպտունը 12-րդ տան աստղագուշակության մեջ պատասխանատու է տեսիլքների, մարգարեությունների, երազների եւ ինտուիցիայի համար։ Այն գտնվում է 12-րդ տանը, որը խորհրդանշում է տիեզերական գաղտնիքներ, մեկուսացում եւ մարդու անգիտակցականը։ Սա այն հիմնական ցուցիչն է, որը հաստատում է նրա մարգարեական տեսիլքներ ունենալու ունակությունը։ Մերկուրին Յուպիտերի միացությունը հարուցում, Մերկուրին միտքը, գրավոր խոսքը, Յուպիտերը ընդլայնում, հրատարակում է։ Միասին Նոստրադամուսն իր տեսիլքները ձևակերպել է գրքի տեսքով մարգարեություններ, իսկ Արուս նշանը տվել է թագավորական փառք եւ երկարակեցություն։ Ուրեմն այստեղ հարց տվողի մոլորակը ցույց է տալիս, որ հարցը տրված է մաքուր հետաքրքրությունից եւ ինֆորմացիան վերցանելու, փաստերը կշռադատելու արդար ցանկությունից։ Վեներայի եւ Մարսի ասպեկտը, ուրեմն սա իմ ու իր կառավարիչ մոլորակներն են, չկա ոչ մի բացական ասպեկտ, սա խոսում է այն մասին, որ քարտեզը պատրաստ է ճշգրիտ պատասխան տալ հարց տվողին։ Քարտեզը շատ հանգիստ ու հեշտ բացում է ինֆորմացիան։ Նոստրադամուսի նատալ ծննդյան քարտը արևմտյան աստղագուշակության մեջ հայտնի է բացառիկ միստիկ, ջրային եւ օկուլտային ցուցիչներ, որոնք լիովին բացատրում են նրա մարգարեական տաղանդը։ Նա ծնվել է 1503 թվականի դեկտեմբերի 14-ին կենդանակերպի նշանով աղեղնավոր, սակայն ասցենդենտը եւ Մարսը անհատականության գտնվել է Կարիճում։ Եվ ուրեմն Կարիճը կապված է մահվան, ալքիմիայի եւ տրանսֆորմացիայի հետ։ Եթե նկատեցիք իմ հորար քարտեզի ստացած քարտեզում էլ ինքը գտնվում էր 7-րդ տանը եւ Կարիճի նշանում։ Շատ կարեւոր է, այստեղ տեսեք մարդը ծնվել է աղեղնավոր կենդանակերպի նշանում, բայց իր ամբողջ գերունակությունը եկել է իր ասցենդենտի շնորհիվ, որտեղ ինքը եղել է Կարիճում։ Իդեպ ասեմ, այստեղ շատ նմանություն կա իմ ու իրան, իմ ասցենդենտն էլ է Կարիճում եւ երկակի, հա, այսինքն ստացվում է այնպես, որ երկակի Կարիճ է։ Բացի ասցենդենտը, այնտեղ էլի նրբություններ կա, որ բերում է երկակի կրակի եւ ջրի Կարիճ։ Ուրեմն Լուսինը Կարիճում 8-րդ տանը, սա աստղագուշակության ամենաուժեղ օկուլտային դիրքերից է, 8-րդ տունը միստիցիզմի եւ գաղտնիքների տունը, Լուսնի հետ միասին Նոստրադամուսին օժտել է ծայրահեղ բարձր հոգեբանական, տելեպաթիկ եւ կանխազգացող ունակություն։ Իդեպ իմ Լուսինն էլ է Կարիճում։ Ուրանը ձկներում 12-րդ տուն, 12-րդ տունը խորհրդանշում է անգիտակցականը, մեկուսացումը եւ տիեզերական ալիքները։ Ուրանը աստղագուշակության եւ հանկարծակի տեսիլքների մոլորակը գտնվելով ձկների միստիցիզմ նշանում, նրան տվել է ֆլեշներ կամ հանկարծակի կայծակնային պատկերներ ապագայի մասին, որոնք նա տեսնում էր գիշերները մեկուսացված վիճակում։ Այսինքն տեսիլքները, որ ինքը տեսել է, դա եղել է հանկարծակի։ Կայծակի տեսքով այսպես արագ եկել է, տեսել է, ինքը գրի է առել եւ այդպես արագ, հա, արագ ինֆորմացիան այդպես եկել է իրան։ Սա Նեպտունը 10-րդ տան ցույց է տալիս նրա կարիերյան համաշխարհային համբավը, ուղղակիորեն կապված է եղել նեպտունյան թեմաների, տեսիլքների, հոգևոր միստիկայի հետ։ Մտավոր գործունեությունը, քանի որ աղեղնավոր է եղել, նրա գիտակցությունը, արեգակը եւ միտքը Մերկուրին գտնվել են աղեղնավորի նշանում, որը խորհրդանշում է գլոբալ տեսլականը, հրատարակությունները եւ մեծ գաղափարները։ Սա նրան դրդել է իր բոլոր տեսիլքները հավաքել եւ տպագրել մարգարեություն մեծածավալ գրքում։ Նատալ քարտում բացատրելով նրա ջրի տարերքը Կարիճում, տալիս է օկուլտային տների 4-8-12 գերակշռությունը, հենց այն աստղային կոմբինացիան, որը նրան դարձրեց պատմության ամենահայտնի տեսնողներից մեկը։
Այն թե արդյոք Նոստրադամուսը եղել է իսկական մոգ, կախված է նրանից, թե ինչպես են ընկալում մոգությունն ու գուշակությունը պատմական համատեքստում։ Ժամանակակից գիտությունը նրան համարում է հմուտ բժիշկ և աստղագուշակ, սակայն նրա կիրառական մեթոդները շատ մոտ են եղել դասական օկուլտիզմի և ծիսական գուշակությանը։ Գուշակության տեսեր։ Հիդրոմանտիա։ Նոստրադամուսը արել է գուշակություններ ջրի միջոցով։ Ջրի լեցուն ուրեմն պղնձե թասի մեջ բառեր ասելով ինքը կարողացել է անցնել մեդիտացիոն վիճակի և կարողացել է ստանալ տեսիլքներ և այնուհետև գրի առնել։ Ալքիմիա և բժշկություն։ Վերածննդի դարաշրջանում բժշկությունը, աստղագուշակությունը և ալքիմիան տարանջատված չէին։ Նոստրադամուսը պատրաստում էր հատուկ բուսական դեղամիջոցներ, օրինակ իր վարդագույն հաբերը ժանդախտի դեմ։ Ժողովրդի աչքին մարդկանց բուժելու նրա կարողությունը հաճախ հրաշք կամ մոգություն էր թվում։ Նատալ քարտեզի մոգական ցուցիչները, ինչպես նշվեց նրա ծննդյան քարտեզում, նրա լուսինը և ասցենդենտը գտնվում են կարիճում, այստեղ չգիտեմ էլ բառ չկա ասելու, ավելնորդ այսպես անհամեստություն չթվա, տիպիկ իմ լուսինն ու ասցենդենտը գտնվում են կարիճում, իսկ Ուրանն ու Նեպտունը ձկներում, այս մասին չխոսամ, չբացեմ իմ քարտեզի գաղտնիքները, 12-րդ տանը։ Սա աստղագուշակության մեջ համարվում է մոգի կամ բնածին հոգեգուշակի դասական համաստեղություն, ինչը նրան տալիս է ծայրահեղ զարգացած ինտուիցիա և տեսանողություն և տաղանդ։ Իդեպ, եթե հիշում եք, Կրոլի ասցենդենտն էր կարիճում, ինքը լինելով հոկտեմբերի, չեմ հիշում, 7-ի ծնունդ, թե 11-ի ծնունդ, չեմ կարող հիմա հիշել, բայց հաստատ հիշում եմ, որ ասցենդենտը կարիճում, որտեղ ես իսկական մոգերի, պայծառատեսների, էքստրասենսների ամբողջ իմ ուշադրությունը իրանց ասցենդենտն է և գրեթե բոլորինը ասցենդենտը եղել է կարիճում, ովքեր բնածին օժտված են եղել այդ տաղանդով, բայց իրենցից ոչ մեկը չի ունեցել հանգիստ ու հեշտ կյանք, որովհետև իրենց հովանավորը եղել է Պլուտոնը, իսկ Պլուտոնը մահվան վերածննդի մոլորակը, որի միջոցով մարդը գալիս է աշխարհ, ունենում է բարդ կյանք, բայց ունենում է բնածին և պաշտպանություն և էքստրասենսոր կամ մոգական ունակություն, այսինքն նա ծնվում է արդեն իսկ տաղանդ և այսպես մանդատը իր ձեռքին և կարող է զբաղվել և դիմանոլոգիայով, և վուդույով, և գերեզմանոցային, հատկապես գերեզմանոցային, այսինքն նեկրոէներգետիկայով։ Եվ այսպես, եթե մենք նայում ենք Նոստրադամուսի 8-րդ մոգության գաղտնի տանը, ապա նրա կապը անդրշիրիմյան աշխարհի համար կարող ենք տեսնել, թե ինչպես է այն բացահայտում նրա մոգական էությունը։ 8-րդ տան նշանի կառավարիչը, 8-րդ տունը գտնվում է աղեղնավոր նշանում, աղեղնավորը խորհրդանշում է բարձրագույն գիտելիքի փիլիսոփայության և հոգևոր աշխարհայացը։ Սա նշանակում է, որ նրա մոգությունը ոչ թե պարզունակ կամ սև մոգություն էր, այլ բարձրագույն տիեզերական օրենքների և գաղտնի գիտությունների խորը իմացություն։ 8-րդ տան կառավարիչը Յուպիտերը գտնվում է Առյուծ նշանում, 4-րդ տանը, այրուց արևային լուսավոր նշանը, ինչը կրկին հաստատում է, որ նրա ուժը եկել է լույսից, ինչպես ինքն էր պնդում, Աստծո ներշնչանքից։ Յուպիտերի և Մերկուրիի միացությունը 8-րդ տանը։ Կառավարիչ Յուպիտերը քարտեզում ճշգրիտ միացության մեջ է Մերկուրիի հետ։ Մերկուրին ինֆորմացիա և գիտելիքի մոլորակն է։ Այս միացությունը 8-րդ տան համատեքստում նշանակում է գաղտնի ինֆորմացիայի հասանելիություն։ Պլուտոնի հզոր ազդեցություն, թեև Պլուտոնը գտնվում է 10-րդ տան գագաթին, այն կարիճի մոգության բնական նշանի ժամանակակից կառավարիչն է։ Պլուտոնի բարձր դիրքը ցույց է տալիս, որ նրա մոգության ուժը խորհրդավորություն է, եկել է նրա կյանքի գլխավոր առաքելությունը և նրան դարձրել է անմահ պատմության մեջ։ Դե ինչ, մենք ևս ունեցանք մեկ բնական տաղանդի մոգ, իրական մարգարե, իրական տեսնող, իրական ալքիմիկ,
Եվ ուսումնասիրեցինք Նոստրադամուսի իրական հորար քարտեզը։ Շատ լավ է, որ մենք ունենք այս քարտեզը, եւ այս քարտեզի միջոցով մեզ համար փակագծեր չկան, մենք բոլոր տարածքները կարող ենք ուսումնասիրել, բոլորի հոգեվիճակը, բոլորի ապրելակերպը, նույնիսկ մարմնի վրա գտնվող շրամները, հետքերը, խալերը կարող ենք ուսումնասիրել առանց խնդրի։